Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ կա, որոնց կանդրադառնանք, բայց սկսենք այս հարցից։ Քիչ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին, որ Արցախի նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին Բաքվի Շինսու դատավարության շրջանակներում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։ Նախորդ շաբաթ էլ հայտնի է դարձել, որ մյուս ռազմագերիներին դատապարտել են ՑՄԱ եւ էլի 20 եւ ավել տարի ազատազրկման։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Դա մեր խայտարակությունն է, ազատություն մեր բոլոր ռազմագերիներին, ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Ռուբեն Վարդանյանին, որը որ իրոք հերոս մարդ է, իրոք ազգային հերոս մարդ է, ու ես ամեն ինչ պետք է անեմ, որ Ռուբեն Վարդանյանը արժանանա ազգային հերոսի կոչման։ Սա մեր խայտարակությունն է, տեսեք։ Նիկոլ Փաշինյանին խոսում է խաղաղությունից, չէ՞։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում դատվում է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ Ռուբեն Վարդանյանի նման կրիստալնի մաքուր մարդը, աշխարհարչակ այդ բարեգործ մարդը այսօր Բաքվի դատարաններում դատվում է, ինչա ինքը հայ է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մենք այսօր Բաքվում ունենք ռազմագերիներ, թեկուզ շարքային մարդիկ։ Ոնց կարա լինի խաղաղություն։ Բա լավ, գնում էիր ու ասեմ, սրանում մեծ մեղքի մեծ չափը այս իշխանություններին է, ոչ թե Ալիևինը, որտեղ իրանք եթե ուզենային մենք իմ այնտեղ թեկուզ մի հատ գերի չէինք ունենա։ Գնացիք, եկա Թրամփի մոտ ստորագրեցիք, չգիտեմ ինչ ստորագրեցիք։ Լավ չէիր կարող եք ու պադոշերեսդ Նիկոլ Փաշինյան, պադոշերեսդ այնտեղ մի քիչ էլ պադոշացներ, ասեին Թրամփ ձածա ջան, բայց գիտես մենք այնտեղ ռազմագերիներ ունենք։ Ինչ խաղաղություն առանց ռազմագերիների։ Բերեք մի հատ այդ հարցը հենց հիմա լուծենք, որ իրոք խաղաղությանը նման լինի։ Գնացիր Պրագայում ստորագրեցիր, արա Արցախը հանձնիր թշնամուն, ցելի պետություն հանձնիր թշնամուն, չէիր կարող գոնե փաթեթայինով ստորագրիր, արա գոնե առաջի կետը էս, երկրորդ կետը էս, երրորդ կետը էս, չորրորդ կետը էս, 10-րդ կետն էլ նոր ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, գոնե տենց անեիր արա։ Նույնիսկ ռազմագերիների հարցը չկարեցա լուծես, եկա պետություն հանձնիր արա։ Ալիև ասում է իրանք հանցագործներ են։ Ալիև ջան դու էլ ասա, ըստ մեզ էլ դու ես հանցագործ։ Բա գնա այդ ընկերոջ հետ, կիրթ ընկերոջ հետ, այդ ջանը դու ես ասում, ես չեմ ասում։ Ասա Ալիև ջան, աղբեր ջան, ընկեր ջան, բա ըստ մեզ էլ դու ես հանցագործ, ըստ մեզ էլ հերդ է հանցագործ, դուք էլ մերոնց եք սպանել։ Հեմ եթե բարիշում ենք, չենք բարիշում, դե դնենք հա տենց իրար ասենք։ Այդ կնի խաղաղություն։ Բա ըստ մեզ էլ դուք եք հանցագործ։ Բա Բաքվի Սումգայիթի ջարդերի պատասխանատուները խի չեն դատվում։ Ու թեկուզ այդ Արցախում, այսինքն 80-90 տարեկան պապի վիզը կտրողը խի չի դատվում։ Մեր սպային կացնահարողը խի չի դատվում։ Բա մենք էլ տենց լիքը բաներ կարանք ասենք, բա ասա Նիկոլ, հազիվ թե խեղճ ժողովրդին ես ասում, այնտեղ խեղճուկրական դիմության վրան ես թափ տալի։ Բա մի հատ էլ այնտեղ Ալիևին ասի։ Ասել այդ մենք խաղաղության, Արցախը ճանաչում եմ, Ադրբեջանի կազմում, որ սենց բան դու երազումդ էլ չէիր կարող տինել, բայց ես կետերն էլ դու պիտի ապահովես։ Այնտեղ դատում են այդ ՑՄՀ տվել են 20 տարին տվել են մեր հայկական պետությանը, մեզ բոլորիս, մեզ չեն դատում են, մեզ բռնաբարում են։ Կոնկրետ ես ինձ բռնաբարված եմ ասում, որ իմ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր Բաքվի բանտում է, Ռուբեն Վարդանյանի նման մարդը, որին ես մի այլ կարգ եմ հարգում, այդ սուրբ մարդը Բաքվի բանտում ու ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Ես համարում եմ ինձ բռնաբարված։ Ու ցանկացած թասիբով հայտ այնց պետք է համարի իրան։ Սա կասեմ, ազատություն իրանց։ Ազատություն։ Մաղթեն գոնե։ Բայց ումից են մրցանակ ստացի։ Մարիամ ջան, վաղը չեմ իսօր կարող Ալիևից էլ մի հատ մրցանակ ստանա, հետո եթե մրցանակը ստանեն, դու պիտի տենաս մի հատ ումից են ստացել մրցանակը։ Ումա պետք է այդ մրցանակը, որ ստանում է Արցախը պետությունը թշնամուն հանձնես ու մրցանակ ստանաս։ Ումա պետք է այդ մրցանակը, կտան խի չեն տա։ Գորբաչովն էլ սովետը քանդեց, որը որ մեր համար իհարկե լավ է, բայց Ռուսաստանի համար շատ վատ։ Իրան էլ Նոբելյան մրցանակ տվին, ումա պետք է այդ մրցանակը։ Ստալինը որ մրցանակ չի ստացել։ Ով է Ռուսաստանի համար ավելի ուժեղ ղեկավար, Ստալինը թե Գորբաչովը։ Ինչի դիմաց ես մրցանակ ստանում։ Նիկոլ Փաշինյան։ Մրցանակ ես ստանում, որ պետությունն ես հանձնում։ Հա, ումա պետք է այդ մրցանակը։ Կամ ով է քեզ տվել այդ մրցանակը։ Մի հատ նա ով է տվել ու ինչի համար են տվել։ Եվ որ Հայաստանն էլ հանձնես կարող է Նոբելյան մրցանակ էլ ստանաս։ Ոնց որ կարող են Մանդելայի նման, Մանդելայի հետ էլ Նելսոն Մանդելայի հետ էլ համեմատում են վախտեն։ Կարող են Մանդելայի նման ժողովրդիդ հարցերն ես լուծել, պետությունը տես կարելի ասել անկախացի այդ վիճակից հանել։
Սևերին դե նեղում էին, չէ՞, ինձ իր պայքարը այդ ապարտեիդի դեմ էր ու հաղթեց իտոգում դրա համար ստացավ Նոբելյան մրցանակ ու նեւ խաղաղություն հաստատեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Կարող է տենց բանես արել, որ քեզ մրցանակ են տվել։ Ինչի՞ դիմաց են տվել մրցանակ։ Է պարզա կոնֆլիկտես լուծե տվել են, էլի։ Կոնֆլիկտես լուծե, բայց լրիվ հանձնել ես ճշնամուն։ Ասենք հարցերը ոնց է լուծվում։ Մի քիչ ինձ, մի քիչ քեզ, չէ՞, ասենց տարբերակով այդ մեն լուծման։ Դու ասի սաղ տալիս եմ քեզ։ Եկուս չել մյուս օրը որ Հայաստանն էլ այդ նույն ձևի հանձնես մի հատ էլ այս անգամ Նոբելյան մրցանակ կստանաս, բայց ումա պետք է դի։ Սա կասեմ։ Ասում է Հիմա վաղը չէ մյուս օրը կներեք, իր արձանը կարող է Ադրբեջանում Բաքվում իրական եթե ադրբեջանցիք ու թուրքերը մի քիչ նամուս ունենա, մի քիչ երախտապարտ լինեն, դի Նիկոլի արձանը դնեն Բաքվում, մի հատ էլ Անկարայում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն արեց Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որ իրոք ոչ ոք չի կարած իրաց պատճառ, նույնիսկ երեք թուրքերը թայլատ մայլատ այդ բանը չկարեցան անել։ բայց հիմա ասում է որ Ուզում ասեմ իրանց իր արձանը այնտեղ կարող է դնեն Անկարայում էլ Բաքվում էլ դնեն, բայց ով է դնում, այդ դուք այդ նայեք։